Free News-ի եթերում լուրերից դուրս հերթական քննարկումն է, այսօր տաղավարում ես հյուրընկալել եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Էդվարդ Աղաջանյանին։ Բարև ձեզ, պարոն Աղաջանյան։ Ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ, նկատի ունեմ վերջին զարգացումները, երբ որ ես ձեզ հրավիրում էի հաղորդման, թեմաները գրեթե կարելի ասել մի փոքր չէ, բոլորովին այլ էին, բայց հիմա թեմաները արդեն ողջ ժողովուրդն են խոսում։ Սկսենք եկեղեցի կառավարություն, այսպես ասած, բանավեճից ու հետո անցնենք նաև նախորդ օրվա իրադարձություններին։ Ըստ ձեզ, եկեղեցին խնդիրներ ունի այսօր Հայաստանում։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ես նույնպես շնորհակալ եմ, որ ընդունեցիք։ Թույլ տվեք մի փոքր ճշտում մտցնել այդ ձևակերպման մեջ։ Ես կարծում եմ, որ եկեղեցի կառավարություն հակադրություն չկա, բանավեճ կա։ Նույնիսկ բանավեճ ես սուբյեկտների մասով նկատի ունեմ, որ պետք է կարծում եմ ճշգրտում մտցնել, որովհետև Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին երբևէ կառավարության կամ կառավարության անդամների կամ գործող իշխանություններից որևէ մեկի թիրախում չի եղել եւ չի կարող լինել։ Այն, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մեծագույն արժեք է Հայաստանի եւ ընդհանրապես հայերի համար, ամբողջ հայության համար, դա անվիճելի եւ անհերքելի փաստ է։ Ընդհակառակը մենք խնդիր ունենք կոնկրետ անձանց հետ, ովքեր տարբեր հանգամանքների բերումով հայտնվել են եկեղեցու վերնախավում եւ ըստ էության այն արժեքները, որոնք պետք է եկեղեցականները քարոզեն կամ կրեն, ըստ էության այդ մարդիկ այդ արժեքներից հեռու անձինք են, ովքեր դրանով իսկ արժեզրկում են, ըստ էության պղծում են այն արժեքները, որոնք դարեր շարունակ սերմանվել են մեր մեջ եկեղեցու կամ եկեղեցականի կերպարի հետ կապված։ Դուք նկատի ունեք նաև կուսակրոնության ուխտը։ Այդ թվում բնականաբար, այո, ես իրականում ազգային ժողովի ամբիոնից այս թեմայի վերաբերյալ ծավալուն ելույթ եմ ունեցել, նշելով իհարկե կուսակրոնության ուխտի խախտման փաստը եւ դրա ըստ էության անհերքելի լինելը, հաշվի առնելով, որ մինչ այս պահը որևէ հերքում տվյալ մարդկանցից մենք չենք լսել եւ ես կարծում եմ, որ դա այլևս անհերքելի փաստ է։ Ես ավելի շատ երևի ծավալվել եմ ընդհանուր այդ նշյալ վերնախավի բարոյական կերպարի, ընդհանուր բարոյական կերպարի շուրջ։ Ես առիթ եմ ունեցել շփվել այդ մարդկանց հետ, քննարկելու եկեղեցու եւ կառավարության միջև առկա որոշ ուրեմն հարցեր եւ ահա այդ շփումների ընթացքում անկեղծորեն մեծ հիասթափություն եմ ապրել, որ կարող է ընդհանրապես հայ եկեղեցականը, ել չեմ ասում բարձրաստիճան այդ եկեղեցականների խումբը նման որակների մարդիկ լինեն, սա իսկապես խորքային ճգնաժամ է առաջացնում, հոգևոր ճգնաժամ։ Իսկ շփման առիթը ո՞րն էր։ Ես 2019 թվականին դեռևս երբ կառավարությունում էի աշխատում, հիշեցնեմ, որ այդ տարիներին աշխատել եմ որպես վարչապետի աշխատակազմի ղեկավար եւ վարչապետի որոշմամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը կոչված էր ահա այս վերոնշյալ հարցերի քննարկումը ապահովելու եւ որոշումներ կայացնելու այն հարցերի շրջանակը, որը այդ պահին առկա էր եկեղեցու եւ կառավարության միջև, անկեղծ ասած այդ պահին ըստ էության
շատ մակերեսային պատկերացում ունեի, թե ինչ հարցեր պետք է քննարկվեին, օրակարգը հստակ չէր դեռևս եւ կարելի ասել առաջին հանդիպմանը հենց ձևավորվեց այս օրակարգը եւ ի զարմանս ինձ օրակարգի միջև վերջ այդ չսպառվող հարցը, որը առաջին հերթին բարձրացվել էր եկեղեցու ներկայացուցիչների կողմից, ըստ էության եկեղեցուն ամբողջապես հարկային դաշտից դուրս բերելն էր, ինչը ինքնին տարօրինակ սկիզբ էր այդ աշխատանքների, որովհետև ենթադրաբար կարելի էր մտածել, որ ավելի կարևոր հարցեր միգուցե պետք է լինեին հոգևորականների մոտ կառավարության հետ աշխատանքի համատեքստում եւ ակնկալիքներ, օրինակ մասնավորապես եկեղեցիների վերանորոգման հետ կապված խնդիրներ, եկեղեցիների ընդհանուր կառավարման հետ կապված խնդիրներ, որովհետև դուք տեղեկ եք, որ Հայաստանում գոյություն ունեցող եկեղեցիների մի մասը գտնվում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հաշվեկշռում, մի մասը կառավարության, մասնավորապես կրթության, գիտության եւ սպորտի եւ մշակույթի նախարարության հաշվեկշռում։ Ահա իմ ակնկալիքը ըստ էության ի սկզբանե սա էր, բայց ամբողջ այս պատկերացումը գլխի վայր պտտվեց այն պայից, երբ սկսեցին այդ բովանդակային քննարկումները, ըստ էության բնականաբար կառավարությունը դեմ էր նմանատիպ ընդհանրապես նման մոտեցմանը։ Եկեղեցին արտոնություններ էր լսում։ Տեսեք, այդ պահին եւ այս պահին ըստ էության 2019 թվականից օրենսդրական դաշտը այս առումով չի փոխվել, որովհետեւ փոփոխության չի ենթարկվել։ Այս պահին իրավիճակը հետեւյալն է, փաստացի չէ, օրենքով եկեղեցին ունի հարկային արտոնություն, կամ ոչ թե արտոնություն, այլ ազատ է որևէ հարկային պարտավորությունից այն ապրանքների ուրեմն օգտագործման, արտադրության կամ իրացման պարագայում, որոնք օգտագործվում են ծիսական արարողակարգերի ժամանակ, ընդ որում այս ցանկը սպառիչ չի, գոյություն չունի կից օրենքին օրինակ համար ցանկ, որ իմանաս, որ այս ցանկի մասին է խոսքը եւ ուրիշ ոչինչ, եւ ըստ էության բնականաբար հիմքում օրենքի ընկած է մոմի արտադրությունը, մոմի վաճառքը, որը իդեպ արտադրվում է հենց Հայաստանում, ներկրվում է պարաֆին, բավականին մեծ քանակությամբ եւ այստեղ եկեղեցու կողմից արտադրություն է հիմնված, որը շատ հստակ ձեռնարկատիրական գործունեություն է իրանից ներկայացնում, որովհետև այդ մոմերը իրականում չեն օգտագործում միայն եկեղեցականների իրանց ծիսական արարողակարգերի ժամանակ, այլ հիմնավորապես դա նպատակ ունի մոմի վաճառք ապահովել եւ դրանք բավականին մեծ ծավալների վաճառքներ են։ Այս հարցը մենք քննարկեցինք բավականին տևական ժամանակ, մեր եկեղեցու գործընկերները ակնկալում էին, որ ըստ էության այն ստատուս քվոն, որ այդ պահին կար, մասնավորապես ներկրումների հետ կապված, նախկինում ներկրումները եղել են այո, ներկրումների հետ կապված եւս այո, ներկրումների հետ կապված եւս կար արտոնություն եւ 2018-ից առաջ եւ հետո կարգավորումները ըստ էության նույնն էին, չէին փոխվել, գոյություն ունի փոխվարչապետին կից հանձնաժողով, որը կոչված է գնահատել տարբեր կազմակերպությունների կողմից, այդ թվում եկեղեցու ներկրված ապրանքների նպատակային օգտագործումը եւ մասնավորապես եթե դրանք ունեն բարեգործական նշանակություն կամ տեղավորվում են վերոնշյալ օրենքի այդ կետի շրջանակներում, ապա դրանք եւս պետք է ազատված լինեն հարկային պարտավորություններից, ինչքանով մենք հասկացանք նախքան հեղափոխությունը կար պրակտիկա այդ պրոցեսը ամբողջությամբ ֆորմալացնելու, այսինքն բովանդակային որևէ քննարկում չէր տեղի ունենում նախքան դա եւ այդ հանձնաժողովը ամեն անգամ այդ առիթով հավաքվում, գնահատում էր պայմանական, եւ բոլոր անխտիր ապրանքները անցկացնում էին կամ այդ օրենքի կետի
տակ կամ որպես բարեգործական։ Բնականաբար հեղափոխությունից հետո մոտեցումը փոխվեց եւ այդ հանձնաժողովը սկսեց բովանդակային աշխատանք իրականացնել եւ բազմաթիվ ապրանքատեսակներ, որոնք որևէ կերպ չէին տեղավորվում այդ հոդվածի ներքո, բնականաբար մնում էին մաքսատանը եւ չէին բաց թողնվում եւ ըստ էության սա էր տրիգերը, հա, այդ քննարկումների, որը նախաձեռնվեց եկեղեցականների կողմից եւ որը տևեց բավականին երկար ժամանակ եւ այդ օրերին մենք որևէ համաձայնության չեկանք, բայց կառավարության դիրքորոշումը մնում էր այն ժամանակ էլ, հիմա էլ նույնը, մենք կարծում ենք, որ եկեղեցին պետք է ամբողջությամբ մտնի հարկային դաշտ, առնվազն այն գործունեության հատվածը, որը առնչվում է ձեռնարկատիրական գործունեությանը, շահույթ հետապնդող, այո, իսկ նմանատիպ ուրեմն գործունեություն եկեղեցին փաստ է, որ իրականացնում է, սկսած մոմերի վաճառքից, վերջացրած տարբեր սրճարաններով, չգիտեմ, խանութներով, տարբեր հուշանվերների եւ այլ, դրանք բոլորը շահույթ հետապնդող ձեռնարկություններ են եւ ամբողջությամբ հարկային պարտավորություններից, այսինքն հարկային դաշտից դուրս մենք քննարկել ենք վերջերս այս հարցը համազգային ժողովում, ես բարձրաձայնել եմ կառավարության դիրքորոշումը, նաև տեղեկ եմ, որ վարչապետը ֆինանսների նախարարությանը համապատասխան հանձնարարական էլ իջեցնել այս նախագծի վրա աշխատել, ես ինքս ֆինանսների նախարարի հետ կարճ խոսակցություն եմ ունեցել սրա հետ կապված եւ արդեն իսկ նախաձեռնել եմ օրենսդրական փոփոխություն, ըստ որի առաջարկվում է ամբողջությամբ, ինչպես նշեցի, ձեռնարկատիրական գործունեությունը բերել օրենքի եւ հարկային դաշտ եւ այստեղ երկու տարբերակ կարող է քննարկվել, առաջինը, որը հնչեցրել է նաեւ վարչապետը մի քանի առիթներով, առաջինը դա պայմանն է, ըստ որի ամբողջ հավաքագրված գումարը հարկային հավաքագրումների տեսքով վերադարձվում է եկեղեցուն, բայց այստեղ տարբերությունը շատ հստակ է, այդ պարագայում արդեն կառավարությունը իր տրամադրած գումարի նպատակային օգտագործման վրա շատ հստակ վերահսկողություն ունի, ինչը հիմիկվա պայմաններում չունի, որովհետև այդ հարկերը չեն հավաքվում եւ որևէ կերպ այդ եկամուտները հարկային կամ պոտենցիալ հարկային եկամուտները չեն արձանագրվում։ Դիցուկ կառավարությունը կարող է ասել, որ այն գումարը, որ ես վերադարձրել եմ, պետք է գնա այսինչ խոնարհված եկեղեցու վերանորոգման։ Ճիշտ այդպես, այո, ճիշտ այդպես եւ ըստ էության մեր այդ նշվածս քննարկումների հիմնական բովանդակությունը եւ վեճի առարկան կայանում է հենց սրանում, որովհետեւ կառավարությունը ակնկալում է թափանցիկություն այս գործընթացի մեջ եւ այդ թվում գործող օրենքի շրջանակներում տրամադրված արտոնությունը, ըստ որի իրենք հարկային պարտավորություններից ազատված են, դա եւս կառավարության կողմից տրված չհաշվառված գումարներ են, հա, եւ ահա այստեղ խնդիր կա, որպեսզի այդ գումարները հաշվառվեն, կառավարությունը հստակ իմանա ինչ գումարի մասին է խոսքը եւ որպեսզի այդ գումարները, որը կառավարության կողմից են տրամադրվում եկեղեցուն, շատ հստակ նպատակային օգտագործվեն եւ լինի թափանցիկ եւ վերահսկելի։ Ես վերջին ազգային ժողովի ամբիոնից իմ ելույթում նաև նշել եմ խոսալով այդ բարոյական կողմի մասին, հա, այդ ներկայացուցիչների եկեղեցու, նրանց ընդհանուր պահվածքի եւ կեցքվածքի վերաբերյալ, նրանց օրինակ ծառայական ավտոմեքենաների այդ թվում վերաբերյալ այդ մարդիկ, ու առնվազն այդ ռանգի եկեղեցականները, չգիտես ինչու, տենց մասսայաբար ամենաթանկ, չգիտեմ, G-class Mercedes գելեվագեններով են պատտվում, չգիտեմ, իրենց ընդհանուր այդ ապրելակերպը բացարձակ այն չէ, ինչ պետքա, չգիտեմ, ինչ պետքա որևէ մարդ, adekvat մարդ ակնկալի եկեղեցուցականի կերպարից, հա։ Բայց այս պարագայում էլ կասեն դա եկեղեցու ներքին գործն է։
Ահա, ուրեմն կառավարության կողմից տրամադրված գումարները եկեղեցու ներքին գործը չի, դա կառավարության կողմից եւ մեր հարկատուների կողմից վճարված գումարներն են եւ հետեւաբար դա կառավարության եւ մեր քաղաքացիների ուղիղ գործն է եւ դրանք պետք է լինեն հնարավորինս թափանցիկ եւ վերահսկելի եւ ահա այս օրենքը, որը պետք է հուսամ շուտով արդեն շրջանառության մեջ դրվի եւ ընդունվի, պետք է ծառայի հենց այս նպատակին։ Երկրորդ տարբերակը, որը եւս քննարկման առարկա է այս պահին, մենք չենք վերցնում որևէ պարտավորություն այդ գումարները վերադարձնել ամբողջապես եկեղեցուն, այլ հնարավորություն ենք տալի եկեղեցուն յուրաքանչյուր տարվա, չգիտեմ, բյուջետային տարվա վերջ, հաջորդ տարվա համար, բյուջետային տարվա համար կառավարությանը ներկայացնել ծախսերի ծրագիր, որոնք որ վերջիններս ակնկալում են, որ պետքա իրականացվի կառավարության աջակցությամբ։ Սա կլինի կառավարության ինչ-որ ծախսերի հոդվածների ներքո եւ կառավարությունը, որ ամենակարևորն է, այս ծրագրի նպատակահարմարությունը, թե ծախսային, թե բովանդակային մասով կառավարությունը ի վիճակի կլինի գնահատել եւ որոշում կայացնել։ Միգուցե կհաստատի, միգուցե ընդհանրապես չի հաստատի, միգուցե մասամբ կհաստատի, միգուցե կոնտրառաջարկով հանդես կգա, որ միգուցե ավելի լավ այս գումարները ծախսվեն պայմանական այսինչ առաջնահերթությամբ պայմանավորված, չգիտեմ, եկեղեցիների ուրեմն վերանորոգման այսինչ առաջնահերթություններից եւ այլն։ Բովանդակությունը օրենսդրական նախաձեռնության ըստ էության այս միջակայքում պտտվում եւ վերջնական որոշումը ես կարծում եմ կայացնենք ազգային ժողով, կառավարություն, համատեղ քննարկումների արդյունքում եւ վստահ եմ, որ մոտ ապագայում դրա մասին արդեն բովանդակային քննարկումներ այդ թվում հանրային կունենանք։ Այս պայն մեզ մոտ կարճատև դադար է եւ մենք շարունակենք։ Կարճատև դադար։ Խնդրեմ, շարունակենք եւ իհարկե նախորդ օրերի բուրըն իրադարձությունների մասին չխոսելը արդեն հաղորդում անիմաստ կդառնա, սպասելի էր արդյոք ձեզ նման զարգացումներ։ Եթե կարճ պատասխանեմ, այո, իհարկե այն մանրամասները եւ դետալները, որը մենք որի ականատեսն ենք լինում մասնավորապես այդ ձայնագրությունների տեսքով, այդ տեքստերի տեսքով, կարող է որոշ մարդկանց ականջին բավականին սուր հնչեն եւ այլ, այդ թվում իմ բնականաբար եւ որևէ մարդու, բայց գիտեք, ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ սպասելի էր եւ մեծ հաշվով իրենց ընդհանուր տևական ժամանակ իրենց խոսույթի տրամաբանական շարունակությունն էր սա։ Այսինքն ըստ էության իրենց պատկերացումները քաղաքական գործընթացների վերաբերյալ, իրենց պատկերացումները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ, իրենց պատկերացումները ընդհանրապես այս գործընթացների վերաբերյալ շատ հստակ էր, այսինքն եւ դա երևում էր իրենց խոսույթում դեռևս առաջին իսկ օրերից սրբազան շարժման այդ քայլերթից սկսած, հա, ընդ որում ես չէի առանձնացրի սրբազան շարժումը նախորդ այդ ազգային փրկության շարժումից օրգանիկ տեսանկյունից, որովհետև մեկը ես իմ խորին համոզված մեկը մյուսի օրգանական շարունակությունն է, դեմքերը ընդ որում դեմքերն էլ են նույնը, գիտեք, մի հոգի ավել, մի հոգի պակաս, չգիտեմ, եկեղեցականի քողի ներքո կամ չգիտեմ, պայմանական իշխան Սաղաթելյանին փոխարինում Վազգեն Գալստանյանը, ինչ որ sense փոփոխություններ է տեղի ունենում, բայց ոչ բովանդակությունն է փոխվում, ոչ իրենց ասելիքն է փոխվում, ոչ ոճն է փոխվում, ոչ իրենց պատկերացումներն են փոխվում։ Ըստ էության որևէ բան գործող սուբյեկտների տեսանկյունից չի փոխվել։ Խոսքը գնում է ի սկզբանե միշտ մենք ունեցել ենք գործ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան
եւ կաթողիկոս այս երարքի հետ Լևոն Տեր-Պետրոսյանին չի ավելացնի թերևս էս եթե այն ժամանակ խոսք էր գնում զուտ քաղաքականության մասին ինչ որտեղ հասկանալի էր բայց հիմա երբ որ արդեն խոսք կա գնում ահաբեկչության մասին որտեղ այն ինչ որ հայտնի դարձավ թե ձայնագրությունները թե տեսանյութերը զենքեր չգիտեմ ինչեր պայթուցիկ նյութեր եւ այլն դա ուրիշ բանի մասին չի խոսում դա նույնիսկ չի խոսում հոկտեմբերի 27-ի ուրվականի սա ավելի կոնկրետ նման է դրան այո դուք ճիշտ եք ասում բայց ես ուզում եմ հիշեցնել որ թե այս պարագայում թե նոյեմբերի 9-ի նաեւ նոյեմբերի 9 թե հոկտեմբերի 27-ի ուրեմն դրվագը բոլոր դեպքերում ես ուզում եմ հիշեցնել որ շատ առանցքային գործառույթ են ունեցել դաշնակները ներգրաված են եղել դաշնակցականները եւ այս առումով որևէ բան դերակատարների առումով չի փոխվել ներգրաված է եղել Ռոբերտ Քոչարյանը էլի դերակատար չի փոխվել ներգրաված են եղել նույն սուբյեկտները եւ ավելացնելով այս ցուցակին նաեւ կտրիչ Ներսիսյանի ես կուզեմ հիշեցնել որ նոյեմբերի 9-ից հետո այդ հեղաշրջման փորձից անմիջապես հետո տվյալ անձը կոչա հրապարակային կոչով է հանդես եկել եւ ոչ միայն այդ պահին հետո եթե կհիշեք այդ ռազմական հեղաշրջման այդ պոտենցիալ այդ ռազմական հեղաշրջման օրերին եւս հրապարակային կոչով է հանդես եկել հեռանալ իշխանություններից գործող ընտրված իշխանություններին եւ վարչապետին ինչից հետո ժողովուրդը եւս մեկ անգամ ընտրել է նույն քաղաքական ուժին նույն քաղաքական լիդերին եւ ըստ էության չտեսնել այս զուգահեռները եւ չնկատել որ նույն սուբյեկտների հետ մենք գործ ունենք ուղղակի անհնար է եւ պետքա մարդ ուղղակի կույր լինի որպեսզի այս զուգադիպությունները չտեսնի եւ վերադառնալով ձեր սկզբնական հարցին թե արդյոք սա զարմանալի է թե ոչ զարմանալի է թերևս ցանկացած մարդու համար եւ նմանատիպ բարձր բացահայտումներ են տեղի ունենում, որովհետեւ այն դետալները, որոնք որ մենք որոնց ծանոթացանք, որոնց մասին լսեցինք, իրանք այո, փոքրինչ ակաջ կտրող են, շոկային են եւ այլ, բայց եթե ընդհանուր այդ շղթայի մեջ ես նայում ես գործընթացները, ես կարծում եմ որևէ զարմանալու մեծ հաշվով զարմանալու բան չկա, ես կարող եմ ասել մի բան, որ փառքաստով որ մեր պետական ինստիտուտները իրենց տեղում են, որ ուժային կառույցները իսկապես իրենց տեղում են եւ ամենաբարձր մակարդակով կարողացել են այս վտանգը կանխել եւ թերևս այն մեծագույն նպատակը, որ իրենք ունեին, այն է կազմաքանդել Հայաստանի Հանրապետությունը եւ պետական ինստիտուտները, տապալվելա հենց նույն պետական ինստիտուտների գոյության եւ աշխատանքի արդյունքում եւ ես կարծում եմ, որ այսուհետ մշտապես պետք է այդ process-ը մեր ինստիտուտների կայացման ել ավելի ամրապնդի մեր պետությունը, պետականությունը եւ անկախությունը։ Արդյոք ժամանակը չէ կոնկրետ եւ հստակ պայքար տանելու այս պարագայում թե իշխանությունների, թե ընդհանրապես իշխող ուժի, թե նաեւ այդ պետական կառույցների կողմից 5-րդ Շարասյան դեմ, որտեվ այստեղ մենք տեսնում ենք թե ինչքան ներգրավվածություն կա այն տեքստերի մեջ մենք կարդում ենք որ հանդիպում կազմակերպել երկրից դուրս ռուսական կողմի ներկայացուցիչի մասնակցությամբ եւ այլն Սա նշանակում է, որ այդ ուրվականը այնքան էլ ուրվական չի ու շատ կոնկրետ հասցեատեր ունի։ Տեսեք, դուք ասում եք ժամանակը չէ արդյոք հստակ պայքար մղել դրա դեմ, բայց Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է եւ մեր իրավապահ մարմինները գործում են
օրենքի եւ իրավունքի շրջանակներում եւ որևէ օրինազանցություն բնականաբար ենթադրությունների մակարդակում չի կարող լինել։ Քաղաքական մակարդակում այո մենք բազմիցս արձանագրել ենք եւ հայտարարել ենք, որ այն գործունեությունը, որը ծավալում է մեր ընդդիմությունը, այդ թվում արտախորհրդարանական եւ թե խորհրդարանական, ոչ այլ ինչ է, քան 5-րդ շարասյուն եւ 5-րդ շարասյան գործունեության հիշեցնող, ուրեմն գործելավոճ, եւ դա նորություն չէ, այլ բան, որ ահա այսպիսի ուժային եւ համապատասխան գործողությունների արդյունքում մենք կարողանում ենք արդեն իրավական ձևակերպումներ տանք այս ամեն ինչին, հստակ ուժային գործողություններ իրականացվեն, կոնկրետ անձանց նկատմամբ մեղադրանքներ առաջադրվեն եւ որպեսզի այս ամբողջ գործընթացը տեղափոխվի դատական փուլ։ Այո, քաղաքական մակարդակում սա արձանագրվել է ընդ որում ամենաբարձր մակարդակով, վարչապետը բազմիցս սրա մասին խոսել է ազգային ժողովի ամբիոնից նայելով այդ մարդկանց աչքերի մեջ, ես կարծում եմ այդ պայքարը վաղուց մղվում է նրանց դեմ եւ երեկվա ուժային կառույցների գործունեությունը գալիս է հավաստելու, որ այդ պայքարը ոչ միայն խոսքերի, այլ նաեւ գործի մակարդակում է եւ այն շարունակվելու է։ Եվ մենք ունենք 2 րոպե ժամանակ, ես կառաջարկեի այդ 2 րոպեն տրամադրեինք հեցի պատմությանը, հա, հեց, գումարած Սամվել Կարապետյան, գումարած հայտարարություններ մենք մեր ձևերով կանենք, որին հետո հաջորդեց նախորդի իրադարձությունները։ Այո, դուք երևի տեղյակ եք, որ Սամվել Կարապետյանը թերևս եկեղեցու ամենամեծ բարեգործներից է, այսպես ասած, այսինքն ամենամեծ նվիրատվությունները ֆինանսական եւ ոչ միայն թերևս եթե ցուցակ նման լինի, վստահ եմ պարոն Կարապետյանը top, չգիտեմ, 5-ում կամ top 3-ում կլինի, եթե ոչ առաջին տեղը։ Ուզում եմ նաեւ մի բան հիշեցնել, ես գիտեմ, որ վերջերս ինչ որ համացանցում պատտվում է այդ նկարը, ես չեմ տեսել, բայց ինքս անձամբ ուրեմն տեսել եմ Վեհարանում, երբ մեկ անգամ առիթ եմ ունեցել այնտեղ գտնվել, նույն 19 թվականին հրավիրվել էի կաթողիկոսի կողմից Վեհարան, վերջինս ինձ հրավիրեց այնտեղ, որտեղ այդ նկարը ես կարող եմ հաստատել, որ գոյություն ունի, շատ մեծ, թերևս ամենամեծ նկարը այդ Վեհարանում, որտեղ Սամվել Կարապետյանը իր կնոջ հետ երևի կողքերի կաթողիկոսն է կար, ինչը բավականին զարմանալի էր իմ համար այդ պահին, եւ գիտեք, ես կարծում եմ սրանով այդ թվում այդ կապը փոխադարձ արդեն արձանագրվում է, էլի, այսինքն այն որ այս ամբողջ գործընթացը պետք է նայել մեկ ընդհանրական շղթայի մեջ, դա միանշանակ է։ Երբ որ Սամվել Կարապետյանը անում է հայտարարություն, դրան հետևում է ռուսական ամենաստոր պրոպագանդիստների կողմից ամենազզվելի, զազրելի բառապաշարով հարձակում Հայաստանի պետական այրերի եւ մասնավորապես վարչապետի նկատմամբ։ Դրան զուգահեռ ազգային ժողովում համապատասխան նույն տոնայնության մեջ սինխրոնացված ելույթներ են տեղի ունենում։ Դրան զուգահեռ պարզվում է, որ պատերի տակ պետք է մարդկանց գյուլեն եւ այլ, ընդ որում այդ նույն բաների մեջ քննարկվում է այդ տեքստի մեջ, թե որ երկրում, հա, ընդ որում ուզում եմ նաեւ հիշեցնել, որ այդտեղ դրվագ կա, որտեղ ասվում է, որ պրոպագանդայի ուրեմն կարևոր կոմպոնենտը ռուսական մեդիան։ Այսինքն այս ամբողջը բնականաբար պետք է հենց այդ կոնտեքստում դիտարկել եւ Սամվել Կարապետյան պլյուս Սրբազան պայքար պլյուս կաթողիկոս պլյուս Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, այս ամբողջը մեկ ընդհանուր process է, մեկ ընդհանուր քաղաքական եւ բառից ոչ դասական իմաստով իհարկե քաղաքական, կիսատերորիստական ուրեմն խմբավորում, որը նպատակ ունի ոչնչացնել հայոց պետականությունը, որը նպատակ ունի ոչնչացնել Հայաստանի Հանրապետության անկախությունը,
ըստ էության վերադարձնել նախահեղափոխական ուրեմն կարգավիճակին բնականաբար շատ ավելի խոցելի ինքնիշխանության տեսանկյունից սա մենք թույլ չենք տա, սա Հայաստանի Հանրապետությունը թույլ չի տա եւ սա մեր ժողովուրդը թույլ չի տա եւ սա որ ամենակարևորը մեր պետական ինստիտուտները թույլ չեն տա, ինչի ապացույցը մենք երեք տեսանք։ Շնորհակալություն։ Շնորհակալ։ Եվ վերջում հիշեցնեմ, որ տաղավարում ես հյուրընկալել էի ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Էդուարդ Աղաջանյանին։ Ամենայն բարիք ձեզ։